Շնորհակալություն, բարի ողջույն ձեզ բոլորից ելի աշտարակցիներ։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին, որ այսօր դուք եկել եք Աշտարակի քաղաքային մշակույթի տուն հանդիպում ունենալու Աշտարակ համայնքի ղեկավարի թեկնածու Ռազմիկ Տերտերյանի հետ եւ ես բոլորիդ առջև խոստում եմ տալիս, որ կկատարեմ բոլոր այն խոստումները, բոլոր այն բառերը, որ կհնչեն իմ շուրթերից եւ ամենայն պատասխանատվությամբ ձեր առջև կլինեմ հաշվետու։ Շնորհակալություն բոլորիցս։ Եվ այսօր սեպտեմբերի 5-ին Աշտարակ համայնքի ղեկավարի ընտրությունների առաջին քարոզչության օրը ես հրավիրել էի աշտարակցիներին ներկա գտնվելու այս վերաշուք դահլիճում, որպեսզի ներկայացնեմ իմ ծրագիրը եւ թույլ տվեք ձեր խոնարհ ծառամ սկսեմ իմ ծրագրի ներկայացումը։ Առաջին կարևոր խոսքը, որ ուզում եմ հղել ձեզ, դա իմ պատգամն է ընտրողին։ Բարև իմ բարեկամ, Աշտարակը քո օգնության կարիք ունի։ Այսօր ժամն է արդեն բեկումի, վերջին հնարավորությունը առաջընթացի։ Մի եղիր պասիվ, քո ձեռքով կերտիր Աշտարակի վաղվա օրը, գրիր նրա պատմության լավագույն էջերից մեկը։ Աշտարակի ապագան քո ձեռքերում է, զգա ուժը քո բազուկներում եւ կառուցիր քո երազների աշտարակը։ Ամեն ինչ անցողիկ է, աշտարակը մնայուն արժեք։ Ներդիր քո ավանդը այդ արժեքում հանուն սերունդների, հանուն մեր պապերի, հանուն քեզ։ Աշտարակը մի անգին քար, փոշու մեջ կորած, փայլը խամրած, սպասումի մի լավ տիրոջ, դու ես այդ տերը, մաքրիր այդ փոշին, բարձրացրու քարը, փայլեցրու այն, թող շողշողա այն դարեդար, թող տիեզերքը լցվի աշտարակով, թող որ աշխարհն այն վայելի։ Մեր հին աշտարակ, մեր բարի աշտարակ, մեր համով աշտարակ, մենք ես չենք լքի, մենք ես մենակ չենք թողնի, մենք շունչ կտանք քեզ, մենք ուժ կտանք քեզ, մենք լույս կտանք քեզ, մենք հույս ու սեր կտանք քեզ, ուղղիր մեջքը, զգա քո վերությունը, շրջիր պատմության անիվը, հաղթիր ինքդ քեզ, հաղթիր ոսոխին, դարձիր մի փարոզ, դարձիր մի մեծ աշտարակ։ Այս է պատգամն իմ, սիրելի ընտրող, հավատա նրան, հավատա ինքդ քեզ, հավատա քո վաղվա աշտարակին։ Եվ սիրելի բարեկամներ, թույլ տվեք իմ ծրագիրը սկսել փոքրիկ անդրադարձ անելով իմ անցած կյանքի ուղուն։ Այսպես, ծնվել եմ 1970 թվականի նոյեմբերի 18-ին Աշտարակ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել եմ Նորայր Սիսակյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում և 1988 թվականին այն ավարտել եմ արծաթե մեդալով։ 1988 և 1993 թվականներին սովորել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա մասնագիտությամբ և ավարտել եմ այն գերազանցության, այսինքն կարմիր դիպլոմով։ 2005-2007 թվականներին
Սովորել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում անդակազմի կառավարման մոտեցումների կատարելագործման հիմնական ուղղությունները ՀՀ արտադրական ձեռնարկություններում թեմայով պաշտպանել են գիտական թեզ և ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ահա այն համեստ կրթությունը, որ ինձ տրվել է իմ երկիրը Հայաստանի Հանրապետությունը։ Այժմ փոքրիկ անդրադարձ իմ աշխատանքային գործունեությանը։ 1993-ից 1998 թվականներին հիմնադրել եմ Բարիք անհատական ձեռնարկությունը և ղեկավարել այն։ 1998 թվականին աշխատել եմ Քուվեյթյան Ալ-Ամար ընկերությունում որպես ծրագրի ղեկավար։ 1998 թվականից 2000 թվականները հիմնադրել եմ Բողոջ արտադրական կոոպերատիվը և աշխատել եմ այնտեղ որպես գլխավոր տնօրեն։ 2000 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ Էրեբունի Բայսայր հայ-բրիտանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ։ 2004-2005 թվականներին աշխատել եմ Coca-Cola Bottlers Armenia փակ բաժնետերական ընկերությունում որպես մենեջեր։ 2007-2008 թվականներին աշխատել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որպես տնտեսական հարցերով փորձագետ։ 2008-2011 թվականներին աշխատել եմ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես նախարարի գլխավոր խորհրդական։ 1994-95 թվականներին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հակաօդային պաշտպանության զորամասում։ Տիրապետում եմ ռուսաց և անգլերեն լեզուներին, համակարգչային տեխնիկային, MS Word, Excel, AutoCAD և այլ ծրագրերին։ Ամուսնացական եմ, ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ։ Եվ ծրագիրը ներկայացնելուց առաջ ես ունեմ իմ կարգախոսները։ Դրանցից գլխավոր կարգախոսն է համախմբենք և շենացնենք մեր տունը, աշտարակը։ Եվ դրանից սերում է իմ մյուս կարգախոսները։ Աշտարակը մեր ընտանիքն է, սիրենք այն։ Աշտարակը մեր օրրանն է, մաքուր պահենք այն։ Աշտարակը անգին ակ է, փայլեցնենք այն։ Աշտարակցիները վաստակել են մաքուր, լուսավոր, գեղեցիկ, ծաղկող և զարգացող քաղաքում ապրելու իրավունքը։ Աշտարակցիները արժանի են ունենալու նվիրյալ, աշխատասեր, կիրթ, երիտասարդ, բարի, արդար ու ազնիվ քաղաքապետ։ Շնորհակալություն։ Այժմ, այսպես ասած, տուր տալով լիրիկական մոտեցումներին անցնենք ծրագրի բուն էությանը և ներկայացնեմ իմ ծրագրի ամենագլխավոր էջը, դա աշտարակ քաղաքի զարգացման տեսլականն է։ Եվ այսպես, աշտարակ քաղաքի զարգացման տեսլականում իր ուրույն տեղն ունի առողջ սերունդը։ Սիրելի աշտարակցիներ, յուրաքանչյուր ազգի, երկրի, քաղաքի ու գյուղի զարգացման, պաշտպանության, ծաղկման ու բարգավաճման լավագույն գրավականը առողջ սերունդն է։ Ինչ է պետք անել, որ աշտարակը համարվի առողջ սերունդի դասերակման դափնոց։ Առաջին, նախ պետք է կառուցվի ժամանակի ոգուն համահունչ բազադպրոց,
որի բոլոր նախադրյալները ունի աշտարակը։ Այդ մարզադպրոցում երեխաների համար պետք է գործեն տարբեր մարզական խմբակներ, լող, ըմբշամարկ, սեղանի թենիս, բռնցքամարկ, վոլեյբոլ, ոսկետբոլ եւ այլն, եւ բոլորն են անվճար հիմունքներով։ Իսկ երեկոյան ժամերին արդեն բոլոր աշտարակիցների համար մատչերի գներով կկազմակերպի նրանց ակտիվ ֆիզիկական ժամանցը։ Երկրորդ, մանկապարտեզներում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, ապահովելով մասնագետներով եւ գույքով։ Երրորդ, օգնել դպրոցներին մարզական գույքով եւ ներհամայնքային դպրոցական մարզական մրցումների կազմակերպմամբ։ Դրանք կլինեն մրցումներ, սպորտլանդյաներ, երկկողմանի խաղեր եւ այլն։ Չորրորդ, օգնել մեր տաղանդավոր երեխաներին մասնակցելու հանրապետական եւ միջազգային մրցումներին, լուրջ հաջողությունների դեպքում ֆինանսական օժանդակություն ցուցաբերել նրանց։ Հինգերորդ, աշտարակում բակային եւ տարբեր կազմակերպությունների թիմերի միջև կազմակերպել ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի եւ թենիսի առաջնություններ։ Եվ վերջապես վեցերորդ, աշտարակցիների համար կազմակերպել անհատական մրցումներ, դա կլինի շախմատ, շաշկի, նարդի եւ ինչու՞ չէ նաեւ բլոկ։ Հաջորդ ծրագրի քաղաքի զարգացման տեսլականի հաջորդ կարևորագույն վեկտորը դա երիտասարդությունն է։ Եվ այսպես նախադրյալով երիտասարդություն։ Հարգելի աշտարակցիներ, գաղտնիք բացահայտ չեմ լինի, եթե ասեմ, որ աշտարակի երիտասարդությունը պարապությունից ծերանում է եւ ոչ մի անելիք ու հետաքրքրություն չունի աշտարակում։ Իմ ուսանողական ընկերները երբ էին տալեսից, որ ապրում եմ աշտարակում, իսկ հիմա ես գիտեմ, որ բազմաթիվ աշտարակցի ուսանողներ եւ ոչ միայն ուսանողներ, որ վարձով ապրում են Երևանում ու նույնիսկ հանգստյան օրերին չեն ժամանում աշտարակ։ Որն է ելքը։ Աշտարակում պետք է ակտիվացվի մշակութային, ազգասիրական, գիտական, կրոնական, համերգային, երիտասարդական, հումորային եւ այլ միջոցառումների կազմակերպումը։ Պետք է վերականգնվի կինոդիտումը։ Պետք է աջակցություն ցուցաբերվի սոցիալապես անապահով տաղանդավոր գերազանցիկ եւ շնորհաշատ երիտասարդներին։ Աշտարակի մշակույթի տանը պետք է կազմակերպեն տարբեր խմբակներ՝ պարի, երգի, թատրոնի, ձեռարվեստի, ասմունքի եւ էքստրիմի։ Ինչպես երիտասարդներն են ասում, պետք է նրանց կյանքը եռա եւ իրենք շնչելու ժամանակ չեն ունենալու աշտարակում։ Քաղաքապետարանը պետք է մագնիսի նման բոլոր աշտարակցիներին ձգի դեպի իրեն։ Եվ այս միջոցառումները կազմակերպելով մենք վստահ կլինենք, որ մեր երիտասարդները իրենց շատ լավ կզգան մեր քաղաքում։ Այժմ անցնենք մյուս թեմային, դա վաստակած հանգիստն է, որը վերաբերվում է մեր ծնողներին, մեր տատիկ պապիկներին։ Հարգելի աշտարակցիներ, մեր քաղաքում բացակայում են հանգստի տարրական պայմանները, ոչ երեխաներին, ոչ երիտասարդներին եւ ոչ էլ տարեցների համար չկա ոչ մի անկյուն, ուր կարելի է մի քանի ժամ անհոգ անցկացնել։ Մեր բակերն ու այգիները մեզ պատկերացում են տալիս, թե ինչպիսին են եղել քաղաքները պատերազմների տարիներին, անշուր, ամայի, մութ, եղտով, ուսալեկված ու թափթփված։ Ցավոք այսպիսին է մեր նորօրյա աշտարակը։ Եվ այս ամենի մեղավորը հենց մենք ենք, աշտարակցիներս, մեր անտարբերությամբ, մեր անպարաշկոտությամբ, մեր ծուլությամբ, մեր չկամությամբ։ Հարգելիներս, կոչ եմ անում, համախմբելով մի սուրբ նպատակի շուրջ, այն է, աշտարակը դարձնենք մաքուր, լուսավոր, կանաչ, բարեկարգ, գեղեցիկ, ծաղկող ու զարգացող քաղաք։
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել մի քանի ուղղություններով։ Առաջին, բարեկարգել և կանաչապատել Ձախավ թաղամասում գտնվող Կոմիտասի անվան և Լրտես աշտարակեցու հրապարակին կից Ջինիշյան այգիները։ Այդ այգիները նախ պետք է ապահովեն ոռոգման ջրով, այնուհետև պետք է կազմակերպի լայնամասշտաբ ծառատում և կանաչապատում, բարեկարգվեն ճեմուղիները, տեղադրվեն նստարաններ, կարուսելներ։ Պետք է վերականգնվի այգիների լուսավորության ցանցը, հնարավորության դեպքում պետք է վերակառուցվի ամառային կինոդահլիճը։ Երկրորդ, ամբողջովին վերափոխել աշտարակի աղբանման համակարգը, հին աղբամանները փոխարինել նոր, կափարիչներով աղբամաններով, թույլ չտալով փողոցային կենդանիների միջոցով աղբի տարածումը շրջակայքում։ Աղբամանները պետք է տեղադրվեն բոլոր շենքերի բակերում, իսկ աղբանման հաճախականությունը դարձնել շաբաթական 3-ից 4 անգամ։ Երրորդ, հնարավորինս բարեկարգել, կանաչապատել ու ծաղկապատել աշտարակ քաղաքը, փողոցներն ու բակերը, տեղադրել կարուսելներ ու զրուցատաղավարներ։ Բոլոր բակերը պետք է մաքրվեն ամիսը գոնե մեկ անգամ։ Դա պետք է կատարվի համատեղ բնակիչների և քաղաքապետարանի մասնակցությամբ։ Չորրորդ, ընդլայնել աշտարակի փողոցային լուսավորության ցանցը ու երկարացնել լուսավորության տևողությունը։ Հինգերորդ, ասֆալտապատել աշտարակի հիմնական, իսկ այնուհետև ներհամայնքային փողոցներն ու բակերը։ Կարելի է տարվա ընթացքում 2 անգամ մրցույթ կազմակերպել բակերի միջև և ամենամաքուր բակերը կպարգևատրվեն խրախուսական գումարներով, իրենց բակերը ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով։ Վերը թվարկած միջոցառումների իրականացման առանձնահատկության, ժամանակացույցի և կարգի մշակման համար կձևավորվի հատուկ հանձնաժողով, որը կկազմվի քաղաքապետարանի և ազգաբնակչության ներկայացուցիչներից, որպեսզի հնարավորինս բացառվի սուբյեկտիվության գործոնը։ Հարգելի աշտարակցիներ, իմ ծրագրում շատ մեծ տեղ է հատկացված աջակցություն կարիքավորներին։ Սիրելի աշտարակցիներ, հասարակության խոցելի խմբերի հաշման